Կարիկ Սարգսյան։ Շնորհակալություն, պարոն Գաբրելյան, ձեր կենսագրության մեջ նշվեց, որ դուք ծնվել եք խորհրդային Ադրբեջանի Բաքու քաղաքում։ Դուք ադրբեջանցի տեսել եք։ Հարցը մակերեսային չի, խորքային է եւ ունի շատ շերտեր։ Այդ իսկ պատճառով կխնդրեմ պատասխանեք ոչ թե այո կամ ոչ, այլ պատասխանեք այն տեսանկյունից, պատկերացրեք այս հարցը տալիս է ընդդիմադիր մեր գործընկերը եւ ակնկալում է, ինչպես որ պարոն Ռուբինյանի դեպքում էին ակնկալում, հարցին պատասխանել ավելի ուղիղ ու պարզ եմ տալիս հարցը։ Կարողա պատահի կամ եղած լինի 5, 6, 7 տարեկանում դուք հավաքագրված լինեք խորհրդային Ադրբեջանի հատուկ ծառայությունների այն ժամանակվա KGB-ի կողմից։ Խնդրեմ պատասխանել այս հարցին։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, իհարկե հարցը հասկանում եմ որոշակի սարկազմա նաև պարունակում, ինչը որ այդքան էլ վատ չի, բայց ես սարկազմին կողմ եմ իրականում, դրա մեջ վատ բան չեմ տեսնում։ Այդ տեսանկյունից ուղիղ նախ պատասխանում եմ, որ 5-6 տարեկանում կարծում եմ չէ կարա հետաքրքրություն ներկայացնել համապատասխան մարմինների համար, ձեր մատնանշած, 5-6 տարեկանում էլի ուղիղ պատասխան, ճիշտ ասած չեմ մտաբերում, որ շփված լինեմ, բայց եթե այսինքն չեմ կարա կոնկրետ անձ ասեմ, էլի իմ տարիքի մեջ ես ենթադրում եմ, որ իհարկե ադրբեջանցիների երեխաների հետ եւս շփվել եմ եւ խաղացել եմ։ Ինչ վերաբերում է ձեր ասած հարցի կոնտեքստում, որ ընդդիմադիր падգամավոր է հարց տալի, ես կուզեմ այդ տեսանկյունից պարոն Մանուկյանի հարցին ելույթին անդրադառնամ, որը նաև իմ գեր Արայք Հարությունյանը մատնանշեց, այն ֆոնը, որը որ կա այդ ելույթի ժամանակ, որ խորհրդային պետության ժամանակ 70 տարիների ընթացքում եւ դրանից առաջ այնուամենայնիվ պարոն Մանուկյանը շեշտադրում է որոշակի դեպքեր, որոնք որ եղել են, այսինքն օրինակ նույն Ղարաբաղում երեխայի սպանության, բայց դա ներկայացնել որպես մի պետության մեջ երկու ժողովուրդների միջև տասնյակ տարիների հակամարտություն ես այդքան է ճիշտ եւ նպատակահարմար չեմ համարում, որտեղ կա դրա հակառակ կողմը, որը որ այն մասին է, որ շուրջ 70 տարի փաստացի այդ ընթացքում մեծամասնությամբ մարդիկ կարողացել են իրար հետ ապրել հիմնականում համերաշխ առանձնակի դեպքեր իհարկե եղել են, այդ թվում ինչու ոչ նաև ազգային հողի վրա, բայց նրանք չեն եղել, այսպես ասած, ոնց որ ծավալ մասշտաբի մեջ, մասշտաբը եւ խնդիրը բացահայտվել են մեզ բոլորիս հայտնի դեպքերի շրջանակում, ինչ վերաբերվում է նաև հարցի այն մասին, որը որ կենթադրեմ կարող է հնչել արդեն հասուն տարիքի վերաբերյալ, շփվել եմ, ինչպես ասել եմ, նախապես ադրբեջանցիների հետ եւ այդ թվում նաև թուրքերի հետ եմ շփվել, իդեպ մինչ ազգային ժողովի падգամավոր լինելն է, նույն Ռուսաստանի Դաշնությունում եմ շփվել, Վրաստանում եմ շփվել, այլ պետություններում եմ շփվել եւ կոնկրետ այն հարցին, օրինակ, որը որ հնչեցվել է նաև ազգային ժողովի նախագահի տեխնացուին, կապված նրանից արդյոք կարող եմ ես հավաքագրված լինել այլ պետության հատուկ ծառայությունների կողմից, ապա միանշանակ եւ աներբա պատասխանը ոչ, չի կարող նման բան լինել։ Այսքանը շնորհակալություն։ Արձագանք։ Արձագանք չունեմ, շնորհակալություն պարոն Գաբրելյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար